Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով այն դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում։ Սա նշանակում է, աշխարհը տեսնում է, որ Հայաստանը կանգնում է ամուր ոտքերի վրա եւ ուղիղ ասում է. շանս ունեք ավելի բարձրանալու։ Բայց սա ինքներս մեզ շնորհավորելու առիթ չէ, սա վստահության չափաբաժին է, որը դեռ պետք է ամբողջությամբ վաստակենք։ Որն է հաջորդ ճիշտ քայլը, որ դրականը թղթի վրա չմնա ու դառնա իրական առաջընթաց։ Առաջինը պետությունը պետք է պահի ֆինանսական կարգապահությունը։ Պարտքը պետք է պահել վերահսկելի սահմաններում, բյուջեի պակասուրդը չթողնել, որ աճի, պահուստները շարունակել, կուտակել, ավելացնել, որպեսզի ցանկացած արտաքին ցնցման պահին երկիրը չկանգնի ճգնաժամի առաջ, այլ ունենա պաշտպանիչ, բարձիկ եւ անհրաժեշտ դիմադրողունակություն։ Երկրորդը պետք է փոխել տնտեսության հիմքը։ Աճը պետք է ծնվի իրական արժեք ստեղծող աշխատանքից, արտադրողականությունից ու արտահանելի արդյունքից, տեխնոլոգիա, վերամշակում, մրցունակ ծառայություններ, ոչ թե պատահական ժամանակավոր հոսքերից։ Երբ արժեք ենք ստեղծում ու վաճառում աշխարհին, աշխատավարձը բնականորեն բարձրանում է, որտեղ աշխատանքի գինը բարձրանում է։ Երրորդը ներդրումների ամենամեծ երաշխիքը ուժեղ ինստիտուտները պետք է դառնան։ Մարդը փողը բերում է այնտեղ, որտեղ դատարանը անկախ ու արագ է, պայմանագիրը պաշտպանված, մրցակցությունը արդար, իսկ կոռուպցիան անպատիժ չի մնում առհասարակ։ Եթե սա չկա, փողը երբեք չի գա։ Եթե սա կա, փողը գալիս է ինքն իր ճանապարհով առանց աղմուկի։ Հիմա հատկապես Միացյալ Նահանգների հետ վերջին պայմանավորվածություններից հետո մենք իրավունք չունենք փոքր մտածելու։ Հայաստանը պետք է իրեն կառուցի որպես գրավիչ երկիր, վստահելի պետություն, կանխատեսելի կանոններով, պաշտպանված իրավունքներով եւ մրցունակ տնտեսությամբ։ Վարկանիշը բարձրանում է ոչ թե խոսքերով, այլ պետության որակով։ Եթե ներսում կարգ ու վստահություն ստեղծենք, դրսից հնարավորությունները չեն ուշանա, կգան։ Այստեղից է սկսվում Հայաստանի իրական բարձրացումը։